Հայաստանում կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք իրենց կնիքները հանում են աճորդի։ Չի գրավում մեծ ձևով կուսակցությունը, չի գրանցվում։ Արամ Գասպարի Սարգսյան իր դեմոկրատական կուսակցությունը ոնց որ տվեց Արձականյանին, նույն ձև էլ տրամադրում է անշահախնդիր, նորից եմ կրկնում, անշահախնդիր տրամադրում է Սամվել Կարապետյանին։ Ու Սամվել Կարապետյանը դրանով մասնակցում է, ու այստեղ արդեն խնդիրը մտնում է այլ։ Դրա համար ինչ է պետք անել։ Դրա համար պետք է անել երկու բան։ Առաջին, Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի այդ կնիքները չդառնան աճորդի առարկա, պիտի արգելվի նախընտրական դաշինքները։ Նախընտրական դաշինքներ չպիտի լինեն, կուսակցությունները պիտի անհատական մրցակցության պարագայում մասնակցեն, անցնեն խորհրդարան անցնելուց հետո արդեն գաղափարական հենքի վրա ձևավորեն կոալիցիաներ։ Իսկ մինչև խորհրդարան մտնելը այդ միավորվեք եւ այլն։ Միայն դա է, որ կուսակցությունները կտեսնեն, որ գումարները մուծում են, մասնակցում են, չեն անցնում, մասնակցում են, չեն անցնում, կամ կլուծարվեն, կամ կխոշորանան, որ կարողանան անցնել։ Ու ամեն անգամ չեն տանելու ընտրագրավ փողը դնեն, կորցնեն հետ գան։ Այսինքն սա կբերի կուսակցությունների առողջացման։ Միանշանակ կխոշորացնի կուսակցությունները եւ կոալիցիաները կսկսեն բովանդակություն ստանալ։ Երկրորդ, երկու համապետական ընտրություն չանցած չմասնակցած կուսակցությունները ավտոմատ պիտի համարվեն լուծարված, առանց դատարանի, առանց որևէ բանի։